Պանդակներն բարեզեր, շարակարեք, որ եկավ տաղավար և այսպես մենք տեսնում ենք, որ վեհապար հայրապետի և հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավը այս իշխանությունը շարունակում է։ Նորընտիր ազգային ժողովում ԿՊԱ-ականները իրար հերթ չտալով ամենակեղտոտ բառապաշարով են անդրադառնում վեհապար հորը։ Վերջերս է տեսակ եք ինչպես էին սեղանին հարվածում։ ԿՊԱ-ական Հասմիկ Հակոբյանի համար օրինակ Փաշազադեն հոգևոր առաջնորդ է, բայց մեր հայ ժողովրդի ընտրված վեհապարին ինքը չի ճանաչում որպես հոգևոր առաջնորդի։ Խնդրեմ այս հարցի հետ կապված ձեր տեսակետը վեհապար հայրապետին են դատում, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Վեհապար հայրապետին են դատում, մեզ են դատում դրանով, մեր հավատքն են դատում դրանով։ Այնպես չի, հենց անձամբ վեհապար հայրապետին են դատում, Գարեգին երկրորդին են դատում։ Դրանով դատում են մեր 1700 տարվա հավատքը, դրանով դատում են մեր արժեքները, մեր ինքնությունն են դատում։ Դրանով այն ինչ որ 1700 տարվա ընթացքում հայ եկեղեցին արել է, սրանք զրոյացնում են, սրանք փորձում են հայ հավատավոր ժողովրդի մեջ կոտրեն այդ հավատը, կոտրեն այդ ուրեմն եկեղեցու եւ Գարեգին երկրորդի հանդեպ ունեցած հարգանքն ու հավատը։ Սա են սրանք անում։ Այնինչ այո, ճիշտ եք ասում։ Իրենց համար հոգևոր հայրը ուրեմն Փաշազադեն, բայց Գարեգին երկրորդին այլ անունով են դիմում։ Խոսում են բարեկրթությունից ու բարեվարքությունից, բայց ազգային ժողովում սրանց պահվածքը շատ հեռու է բարեվարքությունից ու բարեկրթությունից։ Գարեգին երկրորդին ուրեմն ավազանի անունով դիմելով, չհարգելով, իրավ իրանք չեն ճանաչում Գարեգին երկրորդին որպես հոգևոր հայր, բայց չհարգելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ նույնիսկ իրանց են ընտրել, որովհետև Գարեգին երկրորդը իրանց համար հոգևոր հայր չի, բայց իրենց ընտրողների համար հոգևոր հայր է, եկեղեցու առաջնորդն է, իրանք նույնիսկ իրանց ընտրողներին չեն հարգում, եւ այդ ընտրողների մոտ Գարեգին երկրորդին այլ անունով են դիմում, այս են սրանք։ Իսկ ինչ վերաբերվում է Գարեգին երկրորդի դատավարության մասով կամ դատելու մասով, չի ստացվելու իմ կարծիքով, չի ստացվելու, որովհետև ժողովուրդը թույլ չի տալու, սա եթե Աստված չանի ստացվի, սա կլինի հայ ժողովրդի վերջը, որովհետև եթե հավատքը կորցրեցինք, եթե եկեղեցին կորցրեցինք, ուրեմն կկործանվի այս ազգը, որովհետև այս ազգը այս տարածաշրջանում գոյատևել է, ապրել է հավատքի շնորհիվ, հայ է մնացել հավատքի շնորհիվ, հայ է մնացել, որովհետև այդ եկեղեցին ոչ միայն հավատք է տվել, ոչ միայն ուրեմն Աստծուն հավատալու հնարավորություն է տվել, Քրիստոսին հավատալու, այլ նաև կրթել է մի ամբողջ ծերունդ։ 1700 տարի եկեղեցիում մարդիկ կրթվել են, դաստիարակվել են ու մեծացել են որպես հայ, որպես հայեցի եւ իրանց ինքնությունն են ողել։ Հայ եկեղեցին, հայ առաքելական սուրբ եկեղեցին այս պետության, այսօր պետության, իսկ մինչև այս ազգի գոյատևման կարևոր հենասյունն է եղել։ Հենասյուններից մեկը ընտանիքն է, մյուսը մշակույթն է, բայց եկեղեցին կարևոր ու առանցքային դեր ունի ազգի ինքնապահպանման գործում 1700 տարի այս ազգը ստեղ մնացել է հայ, մնացել է քրիստոնյա, տարբերվել է հարևան այլ ազգերից իր մշակույթով, եկեղեցիով, հավատքով ու գիր գրականությունով եւ չմոռանանք որ գիր գրականությունն է ստեղծել է հոգեվորական, ստեղծել է հայ եկեղեցու հոգեվորական։ Սրանք խոսում են Գարեգին երկրորդի ժառանգ ունենալուց, բայց այնքան են հեռու պատմությունից, որ չեն էլ իմանում, որ մեր եկեղեցու հիմնադիրը ուրեմն Գրիգոր Լուսավորիչը ժառանգներ է ունեցել, ոչ թե ժառանգներ, որդիներ եւ թոռներ է ունեցել։ Եվ այս Գարեգին երկրորդը իրենց չի խոստում տվել, Աստծուն է խոստում տվել։ Այս ինչի մասին են խոսում, եկել ասում են թե ժառանգ ունի, դրանով փորձելով վարկաբեկել Գարեգին երկրորդին։ Ազգային ժողովի բարեվարկությունից խոսեցիք, մենք տեսնում ենք, թե իրենք ինչպիսի պահվածք են դրսևորում, խնդրեմ ես իրենց ընդհանուր պահվածքին անդրադառնալ, եւ այո, այս նույն ամբողջ իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք լսել ենք, թե ինչ հայտարարություններ էր անում, կիսահայհոյանքից հայհոյախառն մինչև սպառնալիքներ, համեցեք։ Ուրեմն ազգային ժողովի падգամավորից, ազգային ժողովի նախագահությունից միջև կառավարություն ու միջև Նիկոլ Փաշինյան, իրանք չեն պահել իրանց խոստումը եւ այդ բարեվարկությունը, բարեկրթությունից շատ հեռու են։ Շատ կներեք ձեր եթերում այս արտահայտությունը անելու համար, սա իմ խոսքերը չէ, սա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումն է, որ դոմփելուց էր խոսում։ Սա իրանց բարեվարկությունը։ Չեմ ուզում այդ մակարդակի իջնել, մենակ այդ բառը ասեմ հերիք է, էլի, այդ է իրանց բարեկրթությունը, այդքանով իրենք կրթված,
կամ խոսում են բարեվարկությունից, բայց էլի ազգային ժողովից Էդգար Ղազարյանի հասցեին ինչ ասես չեն ասում այդ նույն բարեվարկության շրջանակներում։ Խոսում են բարեվարկությունից, բարեկրթությունից մոռանալով, որ իրանք անցած ազգային ժողովում միջև անգամ քացի տալով ուրեմն նիստեր էին վարում։ Խոսում են բարեկրթությունից, բարեվարկությունից մոռանալով, որ ականջ կտրելուց էին խոսում ազգային ժողովում, լեզու կտրելուց էին խոսում։ Ամբիոնից հայոյեց, ամբողջ ժողովրդին հայոյեց։ Ինչ բարեվարկության մասին է խոսքը։ Սրանց հետ բարեվարկության մասին խոսալը շատ հեռու են բարեվարկությունից, իրանք պահանջում են, որ իրանք հանդեպ բարեկիրթ ու բարեվարք, ում հանդեպ բարեկիրթ ու բարեվարք լնել։ Կամ Էդգար Ղազարյանին մեղադրում են սրիկա ասելու մեջ։ Այդ մարդը իրենց անուններով անվանել։ Այս մարդիկ տարել են մի ամբողջ սերունդ կոտորել են, ասում են մեր հետ բարեկիրթ ու բարեվարք եղեք։ Այս մարդիկ 120,000 մարդու տնավեր են արել։ Մի ամբողջ ուրեմն երկիր են դատարկել։ Արցախի մասին է խոսքս։ Ասում են եկեք մեր հետ բարեկիրթ եղեք։ Այս մարդիկ հայ եկեղեցում արամարում են, հայ եկեղեցու հոգևոր հայրերին դատապարտում են, դատում են, ասում են եկեք մեր հետ բարեվարք ու բարեկիրթ խոսեք։ Այդ ո՞նց կարելի է։ Ո՞նց կարելի է սրանց հետ բարեկիրթ խոսել ու բարեվարկությամբ ասենք իրանց հանդեպ բարեվարք լինել։ Չի կարելի, չես կարա զսպես։ Չես կարա։ Ես նույնիսկ զարմանում եմ, թե ազգային ժողովում ոնց են ընդդիմադիր պատգամավորները հարգանքով դիմում ընդդիմության։ Սրանք արժանի չեն այդ հարգանքով դիմելուն։ Մարդ պետք է արժանի լինի, որպեսզի դիմացինը իրեն հարգանքով դիմի, ներողությունով ու շնորհակալությունով դիմի։ Այս մարդիկ արժանի չեն։ Մարդիկ էլ անվանում եմ, կներեք։ Եվ սրան զուգահեռ իրենք շարունակում են արդեն անթափություն չունեն, որ Փաշազադեն իրենց համար հոգևոր առաջնորդ է, երեք Ռուբեն Ռուբինյանն է ինչ-որ խոսում էր նորից, որ հերիքա Արցախ վերադարձի հարցը, եթե դուք բարձրաձայնում եք, կոնֆլիկտացին եք, կոնֆլիկտ եք հրահրում, թողեք անցյալում եկեք 100 տարի խաղաղություն հաստատենք, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ Ալիևը վերջերս ևս մեկ անգամ ասես ծաղրելով ասաց մի եղեք կապիտուլանտ լինելուց խնդրեմ։ Սրանց համար Արցախը ինչպես խաչը սատանայի համար։ Սրանց համար Արցախի դրոշը, Արցախի սիմվոլները, լեզուն նույնիսկ, Արցախցի լինելը, չմոռանանք Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ նախընտրական շրջանում տալիս էր արցախցիների հասցեին, թե ինչի չեք զոհվել։ Իրանց համար Արցախցին եւ Արցախը ինչպես սատանայի համար խաչը։ Այդպես դիվահար են լինում։ Ուրեմն ինչ վերաբերվում է ուրեմն սրանց արած այդ արտահայտություններին, այդ խաղաղության, հիմա մի հատ բացի այն որ Ալիևը Հայաստանի ու հայերի հանդեպ ուրեմն հանդես է գալի այտենց շատ կոշտ հայտարարություններով մեղմ ասած կոշտ։ Մի հատ էլ նայեք իրանց պետությունում, իրանց մեջ ոնց են դաստիարակում իրանց երեխաներին։ Այստեղ մեզ ուրեմն խաղաղության են տանում, ճակերտավոր էլի այս իշխանությունները իրականում տանում են կառափնարան այս ազգին, տանում են կոտորելու։ Այնտեղ իրանց մոտ մանկապարտեզից սկսած երեխաներին հայերի հանդեպ ատելություն են սրսկում։ Միջև հիմա խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանում իշխանություն փոխվի, Ադրբեջանում ուրեմն ատելության այդ քարոզը վերջանա, խաղաղություն կլինի մի դեպքում, ինչպես մեր հերոսներն էին ասում, խաղաղություն կլինի մեր հաղթանակով միայն։ Ադրբեջանցու հաղթանակով խաղաղություն չի լինի։ Այդ խաղաղությունը նմանա լինելու ինչպես Արցախում հիմա կա խաղաղություն։ Առանց հայի Հայաստանում կլինի այդ խաղաղությունը, կամ հայը կլինի Հայաստանում որպես երկրորդ, երրորդ սորտի մարդ։ Այլ տարբերակով խաղաղություն չի լինի։ Այդ խաղաղությունը լինելու է չոքած, լինելու է ուրեմն շատ կներեք կզած, լինելու է Թուրքիա առաջ խոնարհված խաղաղություն։ Սրանք տանում են դրան։ Սրանք տանում են Ալիևի հետ, ադրբեջանցու հետ խոնարհված, չոքած խաղաղության։ Այդպիսի խաղաղություն չի լինում։ Նորից եմ կրկնում, քանի դեռ Ադրբեջանում իրենց ուրեմն երեխաներից սկսած ատելություն են քարոզում հայի հանդեպ, ուրեմն իրանց հետ խաղաղություն չի լինի։ Այնտեղ պետք է ուրեմն իրավիճակ փոխվի, որպեսզի այդ մարդիկ հայերին չատեն, որպեսզի հայերին չմորթեն։ Երեք չառաջ օրը հային մորթողը ուրեմն պետք է վաղը հայի հետ խաղաղ ապրի, չկա տենց բան, չի լինելու տենց բան, մի հավատացեք։ Խաղաղություն կլինի միայն այն խաղաղություն օրինակ կար վերջի միջև 18 թվականը, անկախ նրանից թե որ լինում էին բախումներ, լինում էին ուրեմն պատերազմներ կամ փոքրիկ պատերազմներ, բայց խաղաղությունները ի տարբերություն հիմիկվա թե ինչ է սպասվելու հիմա այս ժողովրդին։ Այնպես որ այդ խաղաղությունը թաքնված պատերազմ է, այդ խաղաղության տակ թաքնված կոտորած կա։ Այդպիսի խաղաղությունը տանելու է այս ազգին կործանման։ Իմիջիայլոց խաղաղությունից են խոսում եւ ամեն անգամ էր աչք մտցնում թե սահմանին տեսեք խաղաղը 2 տարի կրակոց չկա, բայց
իրենք գլուխ էին գովում այս մի քանի տարի թե ամենակիչ զոհերը իրենց կառավարման տարիներին ա եղել, նկատում խաղաղ պայմաններում զոհերը, այնինչ այսօր միտեղ կարդացի, որ 400 քանի զոհ ա եղել վերջի 8 տարում։ Չգիտեմ թիվը ինչքանով ա ճիշտ, ուրեմն տեսեք, 2000-ականներին նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին 10 տարում 92 զոհ ա եղել։ Եթե սրանց կառավարման տարիներին անգամ այդ 400-ը սխալ լինի 200 էլի շատ է։ Չհաշված այն, որ սրանք տարան մի ամբողջ սերունդ, որ ասում ենք 5000, ասում այդ թիվը որտեղից եք վերցրել։ Դուք թիվը չեք հրապարակում, մենք էլ 5000 ենք ասում։ Անգամ եթե 4000 է, անգամ եթե 3000 զոհ ենք ունեցել, դա մեծ է, այս ազգի համար կորուստ է, մեծ կորուստ է։ Հիմա այս մարդիկ տարել են մի ամբողջ բան սերունդ կործանել են։ Ու այսօր բանը վերջի զոհը, վերջի ուրեմն զինվորականը, որ զոհվել է, մահացել է, երեք ա եղել, դրել են ինչ որ տենց թեթև կադրային փոփոխություններ թողնելով հիմնականում Սուրեն Պապիկյանին եւ ուրեմն շտաբի պետին իրենց պաշտոններին։ Փոխանակ պատասխանատու մարդը, թիվ 1 պատասխանատուն, լավ, թիվ 2 պատասխանատուն, պաշտպանության նախարարը, այս կատարի այդ զորամաս, մի հատ ինքը տեսնի ինչա կատարվել, զորամասում փոփոխություններ անի, չգիտեմ, ուրեմն կորպուսում փոփոխություններ, դնում եք ռազմական, նշի ռազմական, ուրեմն ոստիկանության պետարաշտների ցույցն է, բայց տեղում այդ հարցերը լուծեք, տեղում ուրեմն փոփոխություններ եք, եւ ոչ թե ռազմական ոստիկանության պետին հերացեք, դրանով բան արեք, թե ցույց տվեք, թե տեսեք հարցեր ենք լուծում։ Այնպես որ այս ամեն ինչում մեղավորը ամենաբարձրը, այն որ ասում են ձուկը գլխից է հոտած, իրանք թերանում են կառավարման մեջ, իրանք վատ մենեջերներ են, վատ կառավարիչներ են, սկսած երկրի կառավարողից մինչև ուրեմն վարչության պետեր, ուրեմն բաժնի պետեր, նախարարներ, քաղաքապետեր, մարզպետեր, իրանց մոտ կառավարումը ամենացածր մակարդակում է գտնվում, դա առաջի տարին չի, դա առաջի օրը չի, որ տեսնում ենք։ Սա եթե պրոյեկտ են քաղաքի վրա, ուրեմն ամենավատ կառավարումն էլ Երևան քաղաքում ենք տեսնում, ամենավատ մենեջմենտը Երևան քաղաքում ենք տեսնում, քաղաքի մակարդակով Երևանցին տեսնում է։